Տեր Աստված զգուշացնելով Հուդային իր ժողովրդին, գալիք տառապանքների մասին ասաց հետևյալը. «Կենդանի եմ ես, ասում է Տերը, որ եթե Հուդայի թագավորի Հովակիմի որդի Յոքոնյան մատանիի կնիքի լինի իմ աջ ձեռքումը, որ այնտեղից էլ քեզ պիտի պոկեմ, կառչեք Հիսուսին, մի հավատացեք կեղծ խոստումներին, բարեկամներ, եթե չեք զգում Աստծո ներկայությունը, եթե նրա հետ խաղաղություն չեք զգում, ապա հաշտվեք նրա հետ, խոստովանեք ձեր մեղքերը եւ ողորմություն խնդրեք, այդ դեպքում դուք օրհնություն կլինեք, հակառակ դեպքում չարը կմտնի ձեր կյանք, նայենք այս վկայությունը, երբ այսօր եկաք այստեղ ցավ ունեք, Այո, նաև դողում էի, ցույց տվեք ինչպես եք քայլում, կաղալով, ցույց տվեք ինչպես եք քայլում այստեղ գալիս, այսպես, այդպես, հիմա շրջվեք, շարունակեք քայլել ավելի երկար քայլերով, որքան շատ քայլեք, այնքան Աստված կօրհնի ձեզ, շարունակեք, դուք հիմա ապաքինվում եք քույրս, ինչպես եք, քայլելով գնում եմ Քանան, հովիվ երգեք նրա հետ միասին, եկեք լսենք, քայլելով գնում եմ Քանան, Փառք Աստծուն, Փառք Աստծուն, քայլելով գնում եմ Քանան, նա քայլելով գնում է, հիմա ասեք ինձ քույրս, ինչպես եք, Ես ինձ ավելի լավ եմ զգում եւ շատ հուզված եմ, ցավն անցավ, Այո, ոտքից ցավն անցավ, նա ով բուժում է հիվանդությունները գոտկատեղից ներքև, նաև բուժում է գոտկատեղից վերև քույրս, Փառք Աստծուն, Փառք Աստծուն, աղոթենք Հայր, աղաղակում եմ նրանց համար, ովքեր հիմա աղոթում են ինձ հետ, ովքեր կարիք ունեն քո օգնությանը, Հայր, ես օգտագործում եմ քո զորությունը այս կյանքերից դուրս քշելու բոլոր չարիքները եւ ես ասում եմ չարիք, հեռացիր այս մարդկանցից, հեռացիր եւ այլևս մի անհանգստացրու նրանց Հիսուսի անունով։ Շնորհակալ եք Տեր։